պայքարի երազանք Հայաստանը երբ կունենանք։ Տեսնենք։ Պարոն նախագահ, վերջին օրերին ձեր հայտարարությունը ժամկետների հետ կապված կրկին թիրախավորեց ձեզ եւ ձեր ուժը, այս առնչությամբ ձեր ասելիքը որն է։ Բայց գիտեք, հարցը հնչել է սահմանադրության փոփոխության համար։ Եվ իմ պատասխանն էլ բխել է հենց այդ տրամաբանությունից։ Եվ մարդիկ, ովքեր մանիպուլացնում են իմ խոսքը, կամ չեն ըմբռնել կոնտեքստը, կամ ապուշ են, որովհետև միայն ապուշը կարող է մտածել, թե ես կարող եմ արդարացնել մեկին, ով գիտակցված կապիտուլյացիա է տարել Հայաստանի Հանրապետությունը, ով հանձնել է իմ հայրենիքը, ով արձակվել է իմ եկեղեցու վրա և ով իմ երկրի տարածքները թողել է թշնամու կապիտուլյացիայի տակ։ Եվ ինչ է ստացվում, որ այսքանով հանդերձ նա մեղավոր է երրորդ ժամկետի գնալու համար։ Ձեր ասած այդ Արաքյանը ակնհայտ է, որ նրանց մոտ իհարկե չի ստացվելու, ձախողվելու են։ Իմ ասածը շատ պարզ է, այլևս որևէ հարցի չեմ ուզում պատասխանել, որովհետև նույն ձեր հարցին ես պատասխանել եմ երեկ չէ առաջին օրը։ Զարգացումներ են տեղի ունեցել։